Պարոն Գրիգորյան, նախընտրական քարոզարշավի 4-րդ օրն է ավարտվում, 4 օր արդեն իրականացվել է, նախ ինչպիսին է ձեր տպավորությունը իրականացված քարոզարշավից եւ դուք միակն եք առաջադրված տեխնացուներից, որ գնացիք օրհնություն ստանալու Շիրակի թեմի առաջնորդից, ինչ որ խորհուրդ էր դա իր մեջ պարունակում։ Դե դա ավանդույթ է, բոլոր ընտրությունների քարոզարշավի առաջի օրը մշտապես եղել եմ Սրբազանի մոտ, օրհնություն եմ ստացել եւ սկսել եմ իմ քարոզարշավը, այս անգամ էլ բացառություն չէր։ Նույն ձևաչափով գնացել ենք ավանդույթին համաձայն։ Իսկ ընթացող քարոզարշավը ինչպիսին է, ձեր սպասելիքները արտարանում են։ Իհարկե, ամեն ինչ նորմալ է, բավականին հաջող ու հետաքրքիր քարոզարշավ է, նորմալ ընթացքը գնում է։ Այս օրերին ես տեսա, որ որոշակի առումով կային մեղադրանքներ ձեր հասցեին կապված Շիբինի հետ, որ նախընտրական Շիբին եք փռել եւ այլն, քպականներն էին տարածում, ասում էին, որ երկար տարիներ եղել եք պատգամավոր, ինչու չէիք անում, հիմա նոր նախընտրական Շիբին եք փռում։ Ուրեմն այդ Շիբինի պատմությունը հենց միտված էր նրան, որ որպես իշխանություն փորձում են գյումրեցիների ուշադրությունը շեղել կամ ուշադրությունը գրավել դեպի իրենց, այդ նույն Շիբինը կամ շենքերի պագերում լույսեր տնելով, որը պետական միջոցներով է արվում եւ դրանով փորձում են մարդկանց ցույց տալ, թե տեսեք ինչ ենք անում, ինչ լավ բան ենք անում գյումրեցիների համար, հենց դրա հետ կապված ցույց ենք տվել, որ ժողովուրդ, տեսեք ինչքան փոքր բանի մասին է խոսքը։ Եթե իրանք այդ ամեն ինչ անում են պետական միջոցներից ու փորձում են այդ Շիբինով ձեր քվեն ստանալ ու հետագա այն ինչ որ երկրում կա ու շարունակվելու է լինել, այդ ամեն ինչը փոխելու ենք Շիբինով ու լույսերով թաղերում, դա այդքան էլ լուրջ չի։ Ընդամենը դա դրան էր ուղղված, պլյուս նրան, որ թաղերից, բազմաթիվ թաղերից դիմումներ ենք ստացել, որ դիմել ենք, մեր թաղերում չեն անում այդ նույն աշխատանքը եւ ես իմ միջոցներից եմ արել։ Էլ եմ ասում ցույց տալու, որ այդքան է մեծ բան չի։ Ես իմ անձնական միջոցներով է կարող եի այդ ամեն ինչը անել։ Այդ մասով։ Իսկ ընդհանուր առմամբ որպես ազգային ժողովի պատգամավոր ես այս ամեն ինչը 2007 թվականից արել եմ մշտապես։ Արել եմ ոչ թե պետական բյուջեից, այլ միջոցներով։ Դրա մասին խոսող ֆիլմեր կան, այդ ամեն ինչի մասին ներկայացնող ֆիլմեր կան, որը տրվել է իրենց այդ կատարած աշխատանքներից առաջ, մեր կողմից ցուցադրվել է։ Եվ դուք էլ համացանցում կա կարող եք տեսնել, թե ինչ հսկայական աշխատանքներ արվել։ Իրենք նոր են Գյումրի գետագի տեղը իմանում, ես 10 տարի առաջ այդ Գյումրի գետագը մաքրման աշխատանքները ամբողջությամբ իմ միջոցներով է արվել ու բավականին լուրջ գումար եմ տրել, որ այդ Գյումրի գետագը մաքրել եմ։ Ու մնացած քաղաքի տարբեր տեղեր նգուղների խնդիրը, մաքրել այդ գոյուղաճարերը կարգավորել, չգիտեմ, տարբեր տեսակի աշխատանքներ, որ ժամանակին համայնքի բնակիչները դիմել են ինձ, որպես պատգամավորի, եւ ես իմ միջոցներով փորձել եմ այդ խնդիրներին լուծում տալ։ Իսկ բնակիչների հետ հանդիպման ժամանակ ձեզ ինչ խնդիրների մասին են բարձրաձայնում։ Դե խնդիրները բոլորն էլ գիտեն, բոլորս էլ գիտենք, խնդիրները նույնն են, բնակարանաշինություն, անօթևանության խնդիրներն են, փողոցաշինության խնդիրներն են, աշխատատեղի մասին են շատ խոսում մարդիկ, այսինքն պահանջները, բայց բոլորս լավ գիտենք, հասկանում ենք, որ քաղաքապետի ուղիղ պարտականությունը չէ, բայց նաև ծրագրային մասով ասում ենք, որ այն ինչ մենք փորձում ենք անել Գյումրի քաղաքում, նույն туриզմի զարգացնելը, նաև այդ իր հերթին բերելու է աշխատատեղերի բացմանը, բայց ուղիղ որպես աշխատատեղերի ստեղծում քաղաքապետը հասկանալի է, որ չունի այդ հնարավորությունները։ Ինչով է առանձնանում ձեր նախընտրական ծրագիրը մյուս տեխնացուներից, որովհետև ըստ էության բոլորն էլ ասում են ներդրումային դաշտը բարելավենք, որպեսզի ներդրումներ կան Գյումրի, ճանապարհները բարեկարգենք, լուսավորություն լինի, ըստ էության նման են, որովհետև խնդիրները նույնն են, հետևաբար լուծումները պետք է լինեն նույնը, ինչպես պետք է կողմնորոշվի այս դեպքում ընտրողը։ Դե խնդիրները նույնն է։
նոր բան ոչ հորինելու է, ոչ էլ, չգիտեմ, նստել մտածելու է։ Խնդիրները նույնն է եւ բնականաբար քաղաքում եղած խնդիրների մասին պիտի խոսեն տեխնազուները եւ ամեն մարդ պիտի ներկայացնի այդ խնդիրների լուծման տարբերակները։ Նույնը մեր մոտ է, ես այստեղ կավելացնեմ, որ մեր գյումրեցիները պիտի նայեն, թե այդ խնդիրները լուծողները, այսինքն ովքեր են այն մարդիկ, ովքեր որ պատրաստվում են այդ խնդիրներին լուծում տալ։ Այսինքն այդ մարդիկ ունեն այդ հնարավորությունները, այդ կարողությունները, այդ անցած ճանապարհը, որ այն խնդիրները, որոնք որ կան ստանդարտ, այդ խնդիրներին լուծումներ կարող են տալ այդ մարդիկ։ Այստեղ ավելի շատ իմ կարծիքով ծրագրերը բնականաբար գրվում են տարբեր նախադասություններով, տարբեր բառերով, բայց խնդիրը անողի մեջ է, թե ով է այդ ծրագիրը փորձելու իրականացնել։ Ես կարծում եմ, այս տեսանկյունից պիտի նայենք։ Իսկ կա ինչ-որ մի կետ, ինչ-որ մի լուծում, որը առանձնանում է, հա, ի տարբերություն մյուսների, դուք ինչ եք խոստանում գյումրեցիներին ընտրվելու պարագայում։ Մենք խոստանում ենք գյումրեցիներին, որ քաղաքը միայն փոքր կենտրոնով չէ։ Քաղաքի զարգացումը միայն փոքր կենտրոնով չէ։ Եվ այստեղ մենք շեշտը դնում ենք ծայրամասային խոշոր թաղամասերի վրա։ 58 թաղամասի մասին է խոսքը եւ մուշ թաղամասի մասին է։ Մենք պիտի փորձենք այդ թաղամասերում այնպիսի հետաքրքրություններ ստեղծել, որ նույն տուրիստը, ով որ գալիս է Գյումրի, կենտրոնից դուրս գա եւ գնա այդ ծայրամասային թաղամասեր, որտեղ որ այդ նույն տուրիստական լոկացիաները կլինեն ու մարդիկ այնտեղ գնալով սկսելու է այնտեղ կյանքը զարգանալ։ Օրինակ մուշ թաղամասում բանկեր, մասնաճյուղեր չկա։ Տարբեր տեսակի այն սպասարկման օբյեկտները, որը որ անհրաժեշտ է ազգաբնակչության համար, չկա։ Մարդիկ ստիպված են գալու քաղաքի կենտրոն, որովհետեւ այդ ծառայություններից օգտվեն։ Իսկ մենք այնտեղ օրինակ առաջարկում ենք մուշում մեծ առենա կառուցել։ Ինչ է նշանակում։ Միջոցառումների բեմահարտակ, տարածք, որտեղ որ քաղաքի խոշոր միջոցառումները, բոլոր միջոցառումները քաղաքի կենտրոնից տեղափոխելու են մուշ թաղամաս։ Սա շատ կարևոր է, եւ եթե մենք այդ ամեն ինչը անենք, խոշոր միջոցառումների ժամանակ մարդիկ որ գալիս են եւ գնում են մուշ թաղամաս, այնտեղ արդեն սպասարկման օբյեկտները, կաֆեներ, ռեստորաններ, այդ նույն առաջի հարգերին տալու են հնարավորություն, որովհետեւ այդ առաջի հարգի բնակարանները նաեւ որպես բացվածքներ օգտագործեն, մարդիկ սպասարկման օբյեկտներ դարձնեն։ Այնտեղ նաեւ զարգանալու է հյուրանոցային, այդ նույն բնակարանների, ապարտամենտների այդ բանն է զարգանալու ավելի շատ այնտեղ նաեւ տուրիստներ գալ մնալու, որը այսօր կենտրոնացած է փոքր կենտրոնում։ Նաեւ ունենք ծրագիր մուշ թաղամասի եւ 58 թաղամասի մեջտեղը այդ հատվածում կառուցելու Disneyland, որը շատ մեծ հոսքեր կբերի Գյումրի քաղաք։ Թե Ջավախքից, թե կողքի մարզերից, Լոռու մարզից, Արմավիրից, նաեւ ինչու՞ չէ Տավուշից եւ Արագածոտնի մարզերից մեր հայրենագիցները կգան Գյումրի քաղաք։ Այստեղ գալով Սա հավակնոտ ծրագիր չի, պարոն Գրիգորյան։ Մենք ունենք բանակցություններ նույն գործարարների հետ, ովքեր որ ունեն հետաքրքրություն այս մասով։ Գյումրիում կառուցել Disneyland։ Սա էլ եմ ասում, մեծ աշխուժություն է բերելու։ Եթե միջոցառումները անելու ենք մուշ թաղամասում, խոշոր միջոցառումներ, բնականաբար նաև այդ միջոցառումների հազարավոր հյուրեր նաև օգտվելու են այդ Disneyland-ից։ Disneyland-ից հետո նույն 58 թաղամասում մտածում ենք լուրջ այգի կառուցել, հիմնել, որտեղ որ 58 թաղամասի բնակիչները կունենան զբոսնելու հնարավորություն։ Նաև այնտեղ էլ կունենանք փոքր միջոցառումներ կազմակերպելու առենա։ Ու փորձելու ենք հնարավորինս այդ հետաքրքրությունները տանել այդ ծայրամասային թաղամասեր, որովհետեւ այդ թաղամասի ժողովրդի մոտ էլ հետաքրքրություն առաջ կա։ Այսօր որ մտնում ես 58 թաղամաս, մուշ թաղամաս,
ծերացող թաղամասը։ Երիտասարդությունը այնտեղ անելիք չունի։ Ձգտում չկա մնալ այդ թաղամասերում։ Շիրակի պետական համալսարանը 58 թաղամասում է։ 58 թաղամասում է, բայց հետաքրքրություն չկա։ Ուսանողը գնաց, այդ իր դասաժամերը մասնակցեց, դրանից հետո 58-ում մնա ինչ անի։ Այդ թաղամասում չկա ոչ մի հետաքրքրություն։ Նույն 58 թաղամասում մտածել ենք շենքերի ներգման տարբերակով գույներ տանք քաղաքի, այդ նույն թաղամասին, տրամադրություն տանք այդ թաղամասին, այսինքն որ նույն տուրիստը Իտալիայի շատ քաղաքներ այդ օրինակով են առաջ գնացել, նաև փորձելու ենք այդ տարբերակով հնարավորություն տալ, որ կան որպես մի լոկացիա, որտեղ որ կարելի է գալ նկարվել, ցույց տալ ու նաև բրենդային մասով ցույց տալ Գյումրիում մեկ թաղամաս, որը որ ունի գեղեցիկ կանչող գույներ։ Նմանատիպ ծրագրեր փորձելու ենք այդ երկու թաղամասերը, որտեղ որ շատ մեծ բնակչություն կա, այդ տարբերակներով փորձենք այդ թաղամասերը զարգացնել։ Խոշոր գումարների մասին չէ խոսքը, այսինքն իրատեսական ծրագրերի մասին է խոսքը։ Պարոն Գրիգորյան, մինչ դուք եւ մյուս տեխնացուները խոսում եւ ներկայացնում եք ձեր ծրագրերը, ԿՊ-ն ու մասնավորապես իր տեխնացուն պնդում են, որ իրենք միանձնյա վերցնելու են իշխանությունը Գյումրիում։ Դե սպասենք, տեսնենք, մի քանի օր է մնացել, տեսնենք ինչ կվերցնեն իրենք Գյումրիում, բայց քաղաքապետի պաշտոնը հաստատ չեն կարողանալու վերցնել, որովհետև եթե շրջեք քաղաքում տրամադրությունները տեսնեք, լսեք, գյումրեցիների կհասկանաք, որ այդպես չի։ Հասկանալի է, տեխնոլոգիա է, փորձում են դրանով տրամադրություն ստեղծել, փորձում են դրանով ինքնավստահություն ցույց տալ, որ մեր վիճակը շատ լավ է, այսօր ամենավատը Գյումրի քաղաքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության վիճակն է։ Դրանով եք պայմանավորվում, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջ ԿՊ-ի հետ Երևանից եկավ Գյումրի մարզպետն է արձակուրդ վերցրել, վարչապետի մամուլի խոսնակն է ԿՊ-ի ցուցակում ընդգրկվել, մենք տեսնում ենք, որ ընդհանուր էկոնոմիկայի նախարարը, որը երկրի տնտեսական խնդիրներով պիտի զբաղվեր, գալիս է Գյումրի, բուկլետն է բաժանում Սարիկ Մինասյանի եւ այլն։ Այո, հենց դրանով է պայմանավորված, խնդիր ունենալով է պայմանավորված, որ այսօրվա դրությամբ այդ նույն պետական կառույցները պարապուրտի են ենթարկված, մարդիկ ունեն խնդիրներ, բայց չունեն տեղական իշխանություն, որպեսզի այդ խնդիրներին լուծումներ տալ եւ մարդիկ ստիպված են սպասել, մինչեւ այս ընտրությունները անցնի, որ իրենց ամենօրյա ռեժիմով խնդիրներին լուծումներ ստանան, իսկ ինչ վերաբերվում է վարչական ռեսուրսին, վարչական ռեսուրսը ամբողջ թափով օգտագործում է։ Գյումրի քաղաքում նախարարների այցով, միլիարդավոր դրամների խոստումներով, փողոցաշինության խոստումներով ամեն մեկը գալիս է իր հերթին պետական միջոցներից խոստումներ են տալիս, չնայած որ այստեղ անհանգստանալու բան չկա, այդ խոստումները ֆիքսվում են մեր մոտ, ֆիքսվում են գյումրեցիների մոտ եւ մենք ընտրություններից հետո արդեն որպես ընտրված քաղաքապետ այդ նույն խոստումները հատիկ-հատիկ փորձելու ենք իշխանությանը ներկայացնել, հիշեցնել իրենց տված խոստումները եւ հենց իրենց տված խոստումները արդեն մենք իրականություն ենք դարձնելու Գյումրի քաղաքում։ Ես որպես ընտրված քաղաքապետ ունեմ այդ հնարավորությունները այդ խոստումները հիշեցնելու եւ այդ խոստումներին լուծում բերելու ավելի հեշտ, քան իշխանության տեխնացուն։ Դուք եք լինելու Գյումրու հաջորդ քաղաքապետը։ Դե ժողովրդից է կախված լինելու պարագայում ես կարողանալու եմ այդ բերել։